Պարոն Հարությունյան, իշխանությունները տևական ժամանակ է ինչ ընդդիմադիր դաշտի համախոհներին, քաղաքական գործիչների վրա քրեական վարույթներ է նախաձեռնում, սոցիալական ցանցերում բռնի կոչերի, հայախառն մեկնաբանությունների հետ կապված, ինչու լրագրողների հետ կապված որևէ գործիքակազմ չի իրականացվում, հենց նաև նույն իշխանական համախոհների կողմից բռնի կոչերի, սպառնալիքների հետ կապված։ Տեսեք, եկեք նախ մի կարևորագույն հանգամանք էստեղ արձանագրենք, այն հանգամանքը, որ նման տիպ վարույթներ նախաձեռնվում են հիմնականում միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, մենք ականատես չենք եղել այս ժամանակահատվածում, որ որևէ իշխանահաճո գործչի կամ վարչախմբի որևէ պաշտոնյայի պարագայում իրենց խոսույթը հաշվի առնելով նման տիպ վարույթներ նախաձեռնվում են։ Մենք գործ ունենք այսօր ու ոչ միայն այսօր, այլ վերջին մի քանի տարիների ընթացքում խտրական արդարադատության հետ, երբ որ ներկայիս վարչախմբի պաշտոնյաները իրենց լեքսիկոնում, իրենց խոսույթում ամեն բան իրենց թույլ են տալի, սպառնալիքից մինչև հայոյախոսություն, բայց մենք քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքի ականատես չենք եղել, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, քաղաքական գործիչների պարագայում դրա 1%-ի առկայության պարագայում մենք տեսել ենք բազմաթիվ քրեական գործեր, ընդհանուր կալանավորումներ, տեսեք, սկզբնական փուլում հիմնականում քաղաքական գործիչներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ էր այդ գործիքակազմը կիրառվում լռեցնելու եւ վախեցնելու, ինչպես նաեւ մյուսների աչքը վախեցնելու համար, հաջորդիվ արդեն եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ընթացքում արդեն մենք տեսնում ենք հոգևորականների նկատմամբ այս քրեական շինծ ու գործերը, ինչ վերաբերում է լրագրողներին, սա նոր չէ, որ լրագրողների նկատմամբ ոտնձգությունները տեղի ունենում, դեռևս սրբազան շարժման ժամանակ մենք տեսել ենք ակցիաների ժամանակ, որ բռնություններ էր գործադրվում լրագրողների նկատմամբ, անհամաչափ ուժ կիրառելու ընթացքում նաև լրագրողներին էին ներառում այդ գործողությունների մեջ, որ լրագրողների նկատմամբ էլ բռնություն կիրառվի, մենք տեսել ենք դեպք, որ քիչ էր մնում լրագրողներից մեկը ոստիկանական մեքենայի տակ ընկնի, մենք այդ ամենը տեսել ենք, այսինքն մենք այստեղ գործ ունենք խտրական արդարադատության հետ, ԿՊ-հաճո զանգվածի պարագայում չկան նմանատիպ վարույթներ, այս մյուս դեպքում կան, հետևաբար ոչ թե քայլ կձեռնարկվի լրագրողներին պաշտպանելու, ընդհակառակը, ես վստահ եմ, որ օր-օրի լրագրողներին լռեցնելու, վախեցնելու համար եւ այս խոսույթը եւ այս վիրավորանքներ շատանալու, ինչու՞ չէ, նաեւ հնարավոր է, որ ավելի գործուն քայլեր կիրառվի, որպեսզի լրագրողական համայնքում վախ առաջացվի, որ խելոք նստեք ձեր տեղը, մենք տեսել ենք, որ այդ նույն գործիքակազմը կիրառվել է նաև քաղաքական գործիչներից զատ, նաև փաստաբանների նկատմամբ, նույն Քոչոբաևի պարագայում մի գրառման համար տեսակ քրեական վարույթ, քրեական գործ, անհամաչափ ուժի կիրառմամբ գետնին տապալելով ձերբակալում, կալանավորում, ապօրինի կալանավորում եւ չեմ զարմանա, որ նույնը տեսնեմ նաև լրագրողների հետ կապված։ Որքանով է ապահով լրագրողն այսօր Հայաստանում։ Ինձ թվում է Հայաստանում բացի ԿՊԱ-մերձ հատվածից ոչ ոք այլևս ապահով չէ, լինի հասարակ քաղաքացի, ընդդիմադիր գործիչ, հոգևորական, լրագրող, ոչ ոք այլևս ապահով վիճակում չէ, ապահովագրված չէ, իսկ ինչ վերաբերում է իրենց հատվածում, նույնիսկ այդտեղ ապահովագրված չեն, որտեղ ներկայիս վարչախմբի համար չկան մշտական յուրայիններ, կա օրվա շահ եւ ցանկացած պահի լինի պաշտոնատար անձ, լինի պատգամավոր, լինի դատավոր իշխանահաճո, մեկ օրվա մեջ կարող է խնդիրներ ունենալ, եթե օրվա քաղաքական շահը դա է պահանջում։ Ես վստահ եմ, որ ներկայիս վարչախումբը երկու խնդիր է լուծում եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ընթացքում։ Առաջինը արտաքին հարևան երկրների շահի ապահովում, նույն ձեր բերած օրինակի հետագա նպատակները ի կատարածելու ցանկությամբ, եւ երկրորդը ներքին խնդիր է լուծում
կապված ընտրությունների վերարտադրվելու, հաշվի առնելով եկեղեցու հեղինակությունը, հաշվի առնելով եկեղեցու դերը, ազգապահպան դերը, նաև Արցախի հետ կապված եկեղեցու հայտարարությունները, քննարկումները, այս ամենը պատճառ է եղել, որ ներկայիս վարչախումբը ամեն ինչ անի, որպեսզի առաջի հերթին հեղինակազրկի եկեղեցուն, հաջորդիվ զավթի կարելի ասել, եւ դա է պատճառը, որ մենք այսօր մի ողբերգական իրավիճակում ենք հայտնվել, 4 սրբազաններ գտնվում են կառնավայրում։ Դա կարծում եմ մեծ ողբերգություն է, նույնիսկ նախորդ դարի 30-ականներին այդ մասշտաբները չեն եղել։ Ես վստահ եմ, որ դեռ շարունակություն կլինի եւ ինքս ներգրաված լինելով եւ Բագրատ սրբազանի գործով եւ Արշակ սրբազանի գործով կարող եմ ասել, որ այդ գործերը ինչու՞ չէ նաեւ նույն Միքայել սրբազանի գործը, ինչու՞ չէ նաեւ Սամվել Կարապետյանի քրեական գործը, որը ընդամենը իր աջակցությունը, իր պաշտպանությունը հայտնեց եկեղեցուն, բոլոր անազատության մեջ են եւ այդ գործերը ես վստահաբար կարող եմ ասել, որ շինծու են, ապօրինի են, ստեղծվել, կարվել են հոգևորականներին հեղինակազրկելու, ինչու՞ չէ նաեւ մեկուսացնելու համար, որովհետեւ եթե այս պահին նույն Միքայել սրբազանը, նույն Բագրատ սրբազանը լինեին ազատության մեջ, այս ամոթալի իրադարձությունների ժամանակ, երբ որ այդ գաստրոլյորական նաեւ արդեն ձեռնասու այդ սրբազանների արկայությամբ տարբեր տեղեր գաստրոլներով գնում են կեղծ պատարակներ անելու, պարզ է, որ այդ ժամանակ եւ նաեւ վեհապարին աջակցելու ժամանակ Բագրատ եւ Միքայել սրբազանների ազատության մեջ գտնվելը շատ մեծ դեր կարող էր ունենալ եւ հիմա հենց ել ավելի հաստատվեց այն հանգամանքը, թե ինչու են այդ մարդիկ անազատության մեջ, ինչու են կարվել այդ կեղծ, ամոթալի են, որ իրավաբանության հետ կապ չունեցող գործեր։ Հեսա ցայտուն օրինակ է, որ մեր մոտ ժողովրդավարական ոչ մի արժեք այլևս չի պահպանվում։ Ամեն ինչ գնում է դեպի բռնապետություն, մենք ականատես ենք լինում խոսքի ազատության դեմ ոտնձգության ու հենց իշխանության կողմից, որ ընդամենը կանոնակարգով սահմանված վեհապարի անունը տալու համար մարդուն կարող է ոստիկանության աշխատակիցը, իրավապահ համակարգի աշխատակիցը բերանը փակի եւ բռնություն գործադրելով դուրս հանի եկեղեցուց, այստեղ մենք արդեն պարզ է, որ բախվում ենք այն իրականությանը, որ այլևս Հայաստանում չկա ժողովրդավարություն, այլևս Հայաստանը մեծ քայլերով գնում է դեպի բռնապետություն եւ վստահ եմ, որ այս ամենը շարունակություն է ունենալու եւ օր-օրի մենք ավելի աբսուրդային բաների ենք ականատես լինելու։ Մենք ականատես ենք լինում արդեն, չգիտեմ, այնպիսի բաների, որ, չգիտեմ, վատ երազում անգամ չենք կարող պատկերացնել, որ նորից եմ կրկնում 4 սրբազաններ կարող է լինեն անազատության մեջ, որոնցից 3-ը մեկ խցում։ Դա ողբերգություն է, դա ամոթ է, դա մեր բոլորի ամոթ, դա հարված է հայ առաքելական եկեղեցուն, դա հարված է մեր պատմությանը, դա հարված է մեր սփյուռքին, դա հարված է մեր ազգային արժեքներին։ Մենք այժմ ականատես ենք լինում, որ ներկայիս վարչախումբը ոչ միայն ունի ձեռնասուն հոգևորականները, այլ նաև իր շրջիկ հավատացյալները ճակերտների մեջ, որոնց բոլոր եկեղեցիներով տանելով, նրանց ամենաթողության այդ մթնոլորտում հնարավորություն տալով եւ ինչ որտեղ երևի թե նաև ոգևորելով, ցանկանում է այդ վախի մթնոլորտ, այդ զզվելի մթնոլորտը ձևավորվելու եւ գիտեք, այդ նույն ձեր ասած անձնավորության հետ կապված կամ այլ անձինք, որոնք տարբեր եկեղեցիներում նույն լրագրողներին են վիրավորում, անձանց են վիրավորում, այդ մարդկանց մոտ, գիտեք, այն հայտնի ֆիլմում, որ ասում է Իշտոյանին են տեսել, հիմա այդ մարդկանց իրենց թվում է, որ իրենք Նիկոլին մի քանի մետրից տեսել են, իրենց ամեն ինչ կարելի է։ Իրենք չեն հասկանում, որ վաղ թե ուշ այս ամեն ինչի համար
պատասխանատվության են ենթարկվել ու օրենքի ամբողջ խստությամբ իրենց եւ պահվածքի եւ իրենց գործողությունների եւ իրենց կոչերի հորդորների իրենց թվում է որ այս մի քանի տարիների ընթացքում եթե իրենց չեն ենթարկել պատասխանատվության քանի որ խտրական արդարադատություն է քանի որ իրավապահ համակարգը լծված է միայն եկեղեցիները բռնազավթելու ազատելու որպիսի այնտեղ կեղծ պատարակներ արվի իրենց թվում է իրենք անձեռնամխելի են բայց իրենք չարաչար սխալվում են եւ գիտեք ավելացնելու բան չկա արդեն այս ամենը մեր ցավն է մեր առօրյան է եւ միակ ճանապարհը այս ամեն ինչից ազատվելու դա ներկայիս վարչախմբի փոփոխությունն է որից հետո նոր եւ իրավապահ համակարգը իր տեղում կլինի եւ կարելի է շնորհակալություն հայտնել ինչ որտեղ ներկայիս վարչախմբին այս վերջի օրերի իրենց գործողություններով, իրենց ապօրինի, իրենց ազգադավ գործողություններով կարող եմ վստահաբար ասել, որ շատ ավելի արժևորվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետև մարդիկ որքան էլ բազմազբաղ լինեն իրենց առօրյա հոգսերով, իրենց խնդիրներով, իրենք հասկացան եւ հիշեցին, որ մենք հեռացել ենք ցավոք եկեղեցուց, հեռացել ենք Աստծուց եւ ինչու՞ չէ երևի նաեւ դրա համար էր որ մի քիչ ցավալի հարվածներ ստացան 20 թվականից սկսած գուցե հենց սա է ճանապարհը ազգովի գնահատելու եւ փյունիկի պես այս վիճակից դուրս գալու համար